Ինքնախաբեությունը հոգեբանության մեջ համարվում է ամենատարածված և ամենադժվար բացահայտվող պաշտպանական մեխանիզմներից մեկը։ Այն չի նմանվում սովորական ստին, որովհետև մենք ինքներս ենք հավատում մեր ստին։ Մեր ուղեղը ստեղծում է այնպիսի պատրանքներ, որոնք մեզ պաշտպանում են անհարմար ճշմարտություններից, բայց երկարաժամկետ վնասում են մեր կյանքը։ Ինչու ենք մենք խաբում ինքներս մեզ։ Առաջին՝ ցավից խուսափելու համար։ Ուղեղը չի սիրում ուժեղ բացասական զգացմունքներ՝ ամոթ, մեղք, վախ, տխրություն։ Եթե իրականությունը սպառնում է այդ զգացմունքները առաջացնել, ուղեղը ավտոմատ կերպով ստեղծում է ավելի հարմար տարբերակ։ Օրինակ, ես չեմ հաջողել, որովհետև ժամանակը քիչ էր, ոչ թե, որ ես չփորձեցի բավարար չափ։ Երկրորդ՝ ինքնագնահատականը պահպանելու համար։ Մենք բոլորս ունենք ես-ի պատկեր, որի մեջ մենք լավն ենք, խելացին, արժանի։ Երբ իրականությունը հակառակն է ասում, ինքնախաբեությունը միջամտում է։ Ես լավ մարդ եմ, պարզապես նրանք ինձ չեն հասկանում։ Երրորդ՝ վերահսկողության պատրանք պահպանելու համար։ Կյանքը շատ անորոշ է։ Ինքնախաբեությունը տալիս է պատրանք, որ մենք վերահսկում ենք ամեն ինչ։ Եթե ես շատ եմ ուզում, անպայման կստացվի, կամ ես միայնակ եմ, որովհետև ինքս եմ ընտրել։ Ամենատարածված ինքնախաբեությունները, օրինակներով։ Հետո կանեմ։ Դա հիմնական սուտն է։ Մենք մեզ ասում ենք, որ հետաձգում ենք, որովհետև դեռ ճիշտ պահը չի եկել, կամ ավելի լավ կանեմ, եթե սպասեմ։ Իրականում վախենում ենք ձախողումից, կամ ջանք գործադրելուց։ Ես լավ եմ, երբ ներսում ամեն ինչ վատ է։ Ամենավտանգավորն է դա։ Մենք ժպտում ենք, շարունակում ենք առօրյան, բայց ներսում դեպրեսիա կամ այրում է։ Այս սուտը թույլ չի տալիս օգնություն խնդրել։ Նա կփոխվի իմ համար։ Հարաբերություններում ամենահաճախ